Հաշող լուր գնում ես, քեզ խայտարակում ես։ Ցավալին է ոչ միայն քեզ ես խայտարակում, այլ մի ամբողջ հանրապետություն, մի ամբողջ պետություն ես ներկայացնում ու մեզ էլ քո հետ ես խայտարակում։ Այն օրը գնացել էր, չեմ հիշում, եմ որ եկեղեցին էր, մեկ էլ նայեմ տենամ, սես ծլծուլդ կախվել է, լսի, դու ամոթ աբուր չունես, հա։ Այն օրն էլ Աբու Դաբիում երեք, Աբու Դաբիում իջնում ես օդանավական, ձեռդ տանում ես քիթդ, լղոզում ես ձեռքերիդ վրա, լսի դու ամոթ չես ամաչում, ամոթ աբուր չունես, հա, դու իմիջ մեյքր չունես, լսի այ հերմաֆրոդիտ, քեզ եմ նվիրում, որպես թաշկինակ օգտագործի, ամոթա, մարդիկ զզվում են արդեն քեզանից, վստահ եմ քո վրից արդեն շան օտա գալի, գնա էլի, ինչ անենք, ոնց անենք, լսի քեզ, լսի, այն ժամանակ, երբ որ դու հայկական ժամանակն էիր խմբագրում, ես հիշում եմ, որ դու Նիվա ունեիր, Նիվից դու իջել ես, քեզ արդեն Մերսեդես ես սպասարկում, բա դու մտածում ես ոնց կլինի, ես հանկարծ Մերսեդեսից էլ իջնեմ, բա դու մեծ հաջողության մարդկանց ես վթարի ենթարկում, այն աղջիկը, այն հղի աղջիկը, այն օրն է Արարատում ես դու ինչ-որ էլի քո կորտեժը ինչ-որ Արարատում է վթարի ենթարկվել, դու ես, դու ինչ ես ուզում ես ժողովրդից, և հետո մեր հաշվին տանում ես այդ բանին, այդ պղծվածներին տանում ես ամառանոց, հա, այդ դրանց այդ խլնքոտ տերտերների շորերը, դրանց այդ Ֆարաջայա, չգիտեմ ինչա, դրանք պետք է կանգնեն, ստորագրություն տան, լսի ինտեղ մի մոմենտ էլ կա, որ դու այնքան անպատկար մարդ ես, պատկառանքի զուրկ, այ Ադրբեջանի դեպուտատ ասեմ, չգիտեմ ինչ ասեմ, քեզ ինչ ասեմ, դեսպան ասեմ, Թուրքիայի դեսպան, Ադրբեջանի դեսպան, տարբեր պետությունների դեսպան, դու այն որ պետք է Կճոյանը գրի Արարատյան թեմի առաջնորդ, դու մտածում ես ոնց կլինի ինքը գրի Արարատյան թեմի առաջնորդ, չէ, թող գրի մենակ Կճոյան, մեկ է գալիս է հերթը Արցախի եպիսկոպոսին, մեկ է դու պետք է այնտեղ գրվի Արցախ, դու մտածում ես էլի նորից Արցախին հանդիպեցի, ոնց կլինի, մեկ էլ ասում ես չէ, թող մենակ անուն ազգանունը գրի, այ սենց մելեչնիկ մարդ ես, մելեչնիկ, չգիտեմ էլի, մանրախնդիր, քենախնդիր, քեզ ինչ կարելի է ասել, լսի քեզ ու հետո ցավալին գիտես որն է, որ այսօր քո հետևից գալիս է Ղազարյան Աշոտի տղեն, հələ մի հատ այդ Աշոտ Ղազարյանին, այդ Ղազարյան Աշոտին մի հատ ասես, լսի, դու գնա Ամերիկաներում քո թամադայությունը արա, որ սեղաններս ղեկավարում ընդե փողի համար 4000, 5000, 10000 դոլար, դու էդ ես, քո տղեն ինչ պետք է լինի, քո տղեն ինչ պետք է լինի, իբր թե քեզ երկիծաբանի, հումորիստի տեղ ես դրել, լսի, ես մի անգամ եկել եմ քո մոտ, որ մի հատ դու ստորագրություն տայիր, բայց դու այնքան խաբում էիր քո քարտուղարուհիներին, ասում էի, չէ, որ հանկարծ ասում են, բացի երեխա բերելուց ուրիշ հարցով որ կլինի, ասեք ինքը տեղում չի, բայց ես քեզ մի օր եկա բռնացրեցի ու դու ասեցիր, չէ, ես իմ ստորագրությունը չեմ տա, այ դու այդ վախ կոտն ես, հիմա էլ քո տղեն է, հիմա էլ խնձորը ծառից հեռու չի դնում, անենց որ լավ իմացի, իսկ որ դու քեզ հումորիստի տեղ ես դրել, ժողովուրդը մի հատ լավ խոսք ունի, ասում տանը տանտիկ ինչ կա, կատվի անուն նալխատունդերի, հիմա դու էդ ես, քեզ թվում է թե արդեն հայ ժողովրդի մեջ չկա այդ հումորիստը, այդ հումոր անողները, դու քեզ եսի ինչի տեղ ես դրել, իսկապես որ դու եսի ինչ ես, այ ոչնչություն, այ դու էդ ես, եւ հետո այն անգամ նայում տեսնում եմ հեռուստացույցով, ինտերնետով նայում եմ, որ բանը լրագրողը հարց է բարձրացնում, ասում է ամոթ չի, որ դուք Ադրբեջանից այդքան բենզին եք ներկրում, ես չեմ անում ով էր այդ պատասխան տվողը, ասում է թե դուք չեք ուզում 80-ից 100 միլիոն դոլար մեր բյուջեն փող մտնի տարեկան, բայց նախ որ չեմ ճանաչում դրան, բայց ուղղակի լրագրողը չգիտեր, որ ասեր,
Վանոն միայն ձեզ չի թույլ տվություն տվե, մեզ էլ է թույլ տվություն տվե, որ մենք հարցեր բարձրացնենք։ Եվ հետո այսօր այնքան անհիմն հազար ու մի տեղից փողերը դուրս է հորդում։ Ում վրա դեպուտատների, նախարարների, դե որը տենց չներ Սրբուհի Գալյանը չի ասի հեգնանքով, ինչա մենք աշխատենք թոշակառուների համար, այ թոշակառուի կյանքի այն տարիքին չհասնեք դուք, որ դուք իմանաք ինչ բան է, ափսոս չէր մեր ամակը, որ դրեցինք ձեր վրա, մի հատ էլ ասում ես ես լավ եմ սովորել դպրոցում, թե չէ քեզ թվում է թե մենք ենք վատ սովորել, արա մեր ժամանակվա մեռածը ձեր ժամանակվա կենթանն է, դուք լավ իմացեք, լավ ինձ որ քո համար եմ ասում, հենց Սրբուհի Գալյան, քո համար եմ ասում, մենք ինչքան էլ վատ սովորեինք, դուք իմացեք, մենք ձեզանից եւ կիրթ ենք, եւ դաստիարակված ենք, եւ ամեն ինչ ենք, համենայն դեպս մենք ափխ-ծփխ խոսացող չենք, ոնց որ դուք մեր թևերի վրա եկել եք իշխանության, այդ Թուրքիայի ագենտներ, դուք բոլորդ ամբողջ ԿՊ-ն, ամբողջ ազգային ժողովը, կամ էլ թե չէ այդ բանը, դատախազությունը, այն ազգային ժողովը, կառավարությունը, բոլորդ Թուրքիայի ագենտներ եք, այդ այնց որ ուրիշ մարդ չկա, եթե եւ ես սենց էլ մի բան էլ ձեզ հիշեցնեմ, աղջի էй Մայա Կարապետյան, այ լկտի, այ փչացած հիշում ես, որ դու մի անգամ ես եկել եմ այն Սարյանի հետևի գրասենյակ, ես ասում եմ դուք ինձ թողեք, որ ես մնամ ընտրություններում բանը աշխատեմ ընտրություններում, դուք այն Վահագն Հովակիմյանի, այն քթոյի հետը, այն կեղտի հետը կանգնեցիք, այդ Արփի Դավոյանը, այդ Քուչի Խուժանը, Թուրքիայի մարմնավաճառը, կանգնեց, ասում է չէ, մենք ձեզ չէ, որտեղ դուք զգացիք, որ ես ձեզանից չեմ, ես ծախվող չեմ, այ դուք եք գնացել Թուրքիաներից փող բերել ստե, դուք եք բերել, դուք եք դասագրքերը ծռել, դուք եք մեխը ծռել հայ ժողովրդի, բայց դուք կտենաք, մենք ձեր աչքերը կհանենք ձեր բոլորի, ոչ մեկ մեր ձեռից չի պրծնելու, ես ասում եմ, եւ հետո մի խնդրանք ունեմ մեր լրագրողներին, լրագրողներ ջան, տատին իր կյանքը մատաղանի ձեր բոլորին, ես բոլորիդ հարգում եմ, բոլորիդ սիրում եմ, խնդրում եմ նրանք ովքեր որ այս փաշողլու սենց գոտեպնդած պահում են, բարուր առաստանում բերում են, մի հատ դրանց բոլորի դեմքը ֆիքսեք, առաջ մի անվտանգության ճամպրուկ էր, հիմա երկուսն ենք, ես կոնկրետ երկուսը տեսնում եմ, մենք բոլորս երկուսը, բայց չի բացառվում, որ երրորդն էլ լինի, որտև ինքը շան նման վախենում է ժողովրդից, շան նման, ես պատկերացնում եմ, որ էսի իրան գիշերներն էլ է, այս ժողով, ինքը գիշերներն էլ չի քնում, մտածում է, որ հարձակվելու է ժողովուրդը քեզ չի ներելու, դու լավ իմացի, ինչքան փորձում եմ համոզել ինքս ինձ չի լինում, այս մարդը, մեր ժողովուրդը, մեր պետականությունը տանում է կործանման, կործանվես դու, լսի գնա մի հատ հլա աղջկատ նայ, գնա մի հատ ընտանիքիդ նայի, լսի դու կործանված եք, դուք ընտանիքով կործանված եք, դու չես հասկանում, դու ցարի երեխեքից, լավը չես, ինչ եղավ ցարի վերջը ինչ եղավ, լերիվին գնդակը հարեցին, ձեզ հլը գնդակահարելը ձեզ լավ է, ձեր խոքը այս են քաշելու են ու թողեն, էտո այդ քո աղջիկ այդ Մարիամը, տուդի, սուդի, չգիտեմ եսի այն ինչ էր խոսում, լսի աղջիկ, մի հատ քեզ կարգի հրավիրի, որ շան նման շնթռում ես, հլը դու քո խոսելու ձևը, քո փռվածությունը, աղջիկ դու էդ ինչ ձևով ես, աղջիկ քեզ մի հատ չեն ասել կարգին նստվի, Քեզ չեն ասի, ախր ով պտի ասի, քեզ ով պտի ասի, են քո մերը, աղջի ինձ մեր կա, ընդեղ մեր կա, որ մերը լնի, դուք սենց ափխ-ծփխ կլնեք, հետո մեկ էլ են Շուշանը, մի հատ էլ ասում է, թե ես ասում եմ լավ անգլերեն գիտեմ, աղջի դու ինչ անգլերեն, աղջի դու I am studied, աղջի գնա մի հատ, անգլերենի քերականության դասագիրքը վերցրա, կարդա, հիմա էլ մերդ ասում է ես չինար եմ, աղջի չինասեն հեչ ամբողջ կյանքում իրա,
այ բուբենը չի կարում տեղա բան սովորի։ Դու այդ ով ես դարձել։ Քեզ վունդերկինդի տեղ ես, դու մենակ մի ասպեկտով ես վունդերկիnd, որ մրցակից չունես Հայաստանի Հանրապետությունում։ Դու մրցակից չունես մենակ մի բանով։ Այդ էլ դու արդեն լավ ես իմանում, ես ինչի մասին եմ ասում։ Դու ով ես, հա? Դու ով ես, մի հատ էլ ասում ես, թե չինարեն եմ սովորել։ Ախ, ինչ չինարեն, դու չինարենով, ուր, հա? Հələ մի հատ քեզ նայի, քո ոտու գլուխը նայի։ Նայում եմ այդ բանը, այդ եթերը, որ ոնց են հարձակում լրագրողի վրա։ Լսի մի հատ, գոնե դուք ձեզ այնքան կարգի հրավիրեք, այնքան լուրջ պահեք։ Թվում է թե հեսա ուր որ այա, այդ աղջիկը, այդ ասողին երեխու տեղ էր գալի, գուցե եւ թորի տեղ է գալի։ Բա դու չես ասում, գուցե էսի ախր եթե քո հանրապետության մարդն է, քո հանրապետության քաղաքացին է, դու ոնց ես իրա վրա հարձակվում։ Մի հատ էլ ասում ես, դու ինչ իրավունք ունես ինձ հարց տալու։ Բա ինչ պետք է անի, հա? Չէ, թող մենք այնքան խեղճ մնացինք ձեր ձեռը, որ դուք սենց ելել եք մեզ սենց այսօրն եք գցում։ Այ դուք եսեք։ Սրանից հետո լրագրողներ ջան, դրանց հարցախեղտ արեք, հարցախեղտ, դրանքով են որ տես չեն։ Եվ հետո Փաշոխլու քո տվածը այսքանն է։ Էսի քեզ նվեր եմ տալիս։ Այդ անձեռոցիկը քեզ նվեր եմ տալի։ Լկտի, այ անդաստիրակ, այ հերմաֆրոդիտ, այ այսքան այն թոշակը։ Մի հատ խնդրում եմ մոտիկից նկարեք, այ այսքան է, 40,000, հələ 50 դրամ էլ պակաս։ Ափսոս մեր ամակը, որ մենք տվեցինք ձեզ, դուք ով էիք, որ մենք այսքան ձեզ նվիրվեինք, ով էիք դուք։ Մի հատ էլ չի բացառվում, հա, հետո մեկ էլ ես էլ ասեմ, չի բացառվում, որ դու այդ անընդհատ ժողովներ ես անում, որ ես արդեն լսել եմ, մոտի բանը, ինտերնետից, թերթերից լսել եմ, որ դու հավաքում ես այդ այնտեղ բան մարսպետներին, փոխմարսպետներին, բոլորին հանձնարարականներ ես տալիս, եթե ուզում եք աշխատեք, նայեք տեսեք ձեր շրջապատում ով կա լավ խոսացող, լավ ԿՊ-ական, բերեք նրանց դնենք անցողիկ այդ համարների մեջ, որ աշխատեն, որ մենք մնանք, ով է ձեզ լայաղ անելու, այդ ով պետք է լինի այդ թշնամին, որ ձեր համար աշխատի, ով պետք է լինի։ Այդ թոշակները, որ այտենց բարձրացրեցիք, այ մեր թոշակները ձեր համար ձեր վերջին աշխատավարձը ունի։ Դուք որ այտենց բարձրացրեցիք, այդ Ալեն Սիմոնյան չելացը, այդ Ալենչոն կանգնել է ասում է թե մենք պետք է լավ հագնվենք։ Լսի, դու ինչքան էլ ինչ ուզում ըլնես, ինչ ուզում դու չէիր որ թքեցիր սփյուռքահայի վրա։ Հոմերը չէր որ վիճնամատը ցույց տվեց ժողովրդին։ Դու ինչ ընտանիքից ես դուրս եկել, ուզում ես դու եսիմ ինչ դառնաս, դու մենակ աշխատում ես կանայք փոխելով, ինչքան էլ ամենալավ ընտիր շորերը հագնես, ժողովրդական խոսք ասում է, հագուստով ընդունում են, գլխով ճանապարհում, իսկ քո գլուխը մնացել է դեռևս դատարկ։ Դուք մենակ լավ ագենտ եք, ուրիշ ոչ մի բան ձեզանից մենք չսպասենք։ Այդ եք դու։ Մեկ էլ են Սահրադյանը, այն բան Իջևանից եկած, որին շատ լավ եմ ճանաչում, շատ լավ։ Բանը, Մանվել Սահրադյանը, մեկը որտեղ ելնում է այդ բաները, եկեղեցի գնալը, մեկը սենց վշկուլի նման, ընկնում է մարդկանց մեջ, մարդկանց վրա ոտերի տակ, մեկը գնում է, որ մեկը ինչ-որ ուզում է ամբոստանաբար, մեկը սենց գնում է, սենց թևն է մտնում, չգիտեմ, ես իմ բան, գիտես, բա ես ինչ եմ, ես սենց եմ, ես փորձում ես ինչ-որ մշնորհություններն անել, բա, լսի ինչ մշնորհության մասին է, այսօր դու Իջևանից եկել ես, սրա թիկունքն ես պահում, այ մեռնես դու էլ, ինքն էլ հետը, իրար լավ սազական եք, արա դու ենքան այ ողորմելի Փաշոխլու, դու ենքան ողորմելի ես, որ հույսը սրանց վրա ես դրել, իսկ դու այ Մանվել չելած, այ Մանվել կոչեցյալ, այ Լկտյան դաստիրակ, դու մի հատ գնա,
Աբովյան 25-ի այն գազոնը, որ դու պետք է բերեիր լցնեիր, այդ է քո գործը։ Դու դրանից էյան ոչ մի բան ես։ Դու դրանից էյան ոչ մի բան չես կարող անես։ Դու բեր այդ գազոնները լցրա։ Լսում ես արա, դու կգաս մի հատ ինձ էլ կներկայանաս։ Ինձ կներկա, դու ինձ լավ ես ճանաչում։ Դու ինձ լավ ես ճանաչում։ Կգաս այդ գազոնները կլցնես, այդտեղ ամբողջ ժողովուրդը ոտատակ արեց այդ գազոնը։ Հետո գնացել ես մի հատ բանը հավաքում ես այդ ժողովրդին ռեստորանում մի հատ տաշի-տուշի ես անում։ Այդ տաշի-տուշին ինչի վրա ես անում։ Մեր պարտությունների վրա, որ դու կազմակերպեցիր, Արցախը տալու վրա, որ ասում ես ուր էլ գնամ հետս կգա, ոնց թե։ Էդու դու գրողեցոց ես գնում, քո տեղը ազգային անվտանգության ծառայությունն է։ Դու ընդ ոտ պետք է գնաս ընդ ուրիշ տեղ չունես գնալու։ Եվ հետո մի բան էլ ասեմ, բայց պարող է, շաշուբեշը, այդ շաշուբեշը, կանգնել է, պարում է, մի տրճկում է, աղջի, շաշուբեշ, այդ պոլիկլինիկան, այդ հերացուաման պոլիկլինիկանը չի եք պակել, ես որդեղ կես տենամ ատամները կաշելու եմ, այդ սաղ պրոտեզավորողները, կես գիտես ինչ օրն են, կոնկրետ ես, կես գիտես ինչ օրն եմ թողելու, ես պակել, մեր ու աղջիկ մարդից այդ աղանդավորների տնտանիքը, բոլորը միավորված, կազմակերպված, ասենք Հայաստանը քանդում եք, քանդվեք դուք, ոչ վայելեք ձեր գողունը, ժողովուրդն ասում աշխարհի մալը աշխարհին է մնացել, ձեզ տեսեք ինչ օրն են գցելու, դու ով ես խես փագել, աչի գոնե փագելուց առաջ, տաներ այդ փաշողլու այդ նեխած բերանը, այդ ատամները, այդ բանը, բուլատները սարքել տայիք, աչի համոտել է, խոսում է, աչի բուլատները դրա է դատարկ մասեր ներևում է, արի մի հատ ես պրոթեզ ես գուցե կես տամ, ուրիշ ձև չկա քո հետ, լսի փաշողլու, ուրիշ ձև չկա, այ ողորմելի, մեկ էլ այն առանձին ըլնում եք, Ալիևին, այն բանը, Էրդողանին շնորհակալություն, որ ձեզ մեր երեխեքին, մեր թարլան բալիկներին տարավ լցրեց եռաբլուր, դրա համար եք ասում։ Այ մարդաչիր, այ չիգանկա, ես պետք է ապրեմ այնքան, որ քեզ դնեմ որպես տապանակար քանդված Թուրքիայի վրա։ Այ դու էտես, դու այդ բանի մասին է խոսքս, Վահագն Խաչատուրյանի վրա, Խաչատուր։ Լսի, գիտես, ես որ էդի տեսա, որ դու ասեցիր ես շնորհակալություն եմ հայտնում Ալիևին, գիտես ինչ հիշեցի, կարող է դու չնայես իմ սպիտակած մազերը, չասես այս մեծ կնիկա, այս պարավը հազիվ այդքան հիշողություն ունենա, ես քեզ ասեմ, երբ որ դու եկար դարձար քաղաքապետ, ես հիշում եմ դու մի հատ ինչ որ ելույթ էիր ունենում, հետո այդ ելույթը ընդհատվեց, ու ասեցին, որ ինչ որ միտեղ կոյուղի է խցանվել, դու ասեցիր ոչինչ, դուք սպասեք, ես կգամ կբացեմ, քո տեղը կոյուղի բացելն է, իսկ այս փաշոլու տեղը խոսք խանձելն է, դուք ինչ գործ ունեք Հայաստանի հետ, դուք ինչ գործ ունես, այն օր ընդեղ ասում փառք մեր կազմակերպված հայ կանանց, որ եկել էին քեզ, դու ընկնեիր մի հատ այդ կանանց ձեռը, քեզ կբսկթեին, քեզ կոչնչացնեին, ոչ թե բարոյապես, ոչ միայն բարոյապես, այլ նաև ֆիզիկապես։ Ամեն մեկը մի հատ շորիցդ սենց մի հատ քաշեր, քեզնից բան չէր մնա, դու վախից դուրս չեկար, այ քո նման տղամարդը մեռնի, դու ընտանիքի ղեկավար ես, արա դուք ձեր ընտանիքները չեք կարում ղեկավար, վախից դուրս չեկար, դե թող դուրս գայր ասեի, չէ ժողովուրդ, գիտեք սենց է, ես սենց բանի համար եմ ասել, դու այս դաղված ծնողների սրտին բաց վերքին աղուբի բար ես լցնում, այ անդայստիրակ, այ գեղցի, այ տգետ, դուք պետք է մնայիք մի անկյունում սենց
խեղճացած, ողորմացած, ձեզ պետք է 100 դրամ, 150 դրամ միշտ ողորմություն տային։ Դու գիտես ինչի համար իրանց ողորման, որտեղ շնորհակալություն ասեցին, որովհետև 400 միլիոն դոլար Թուրքիան ու Ադրբեջանը փոխանցում են արել ստե։ Այ դու դրա համար ես հիացած իրանցից։ Արա քեզ դուք փողով ձեզ ծախում եք։ Դուք փողով ձեզ ծախում եք եւ բարոյապես եւ ֆիզիկապես դուք եք։ Դուք եք, ու ես մտածեմ, որ դու լավ ընտանիք ունես, հա? Դու պետք է օրինակ լինեիր ինձ։ Ես մի անգամ տեսել եմ Քոչինյանի աղջկան, նրա պատկառանքը, նրա ամեն ինչը, ես հիացած էի այդ աղջկանից։ Ինչ եք դուք, ինչ եք դուք, ոչնչություններ։ Լսի, անուղեղ, ինչ քո բանկի կառավարիչը, ինչ քո ֆինանսների նախարարը, ֆինանսիստը կանգնել եք ասում եք, պետք է մինչև ապրիլի 15-ը արդեն բոլորը քարտային։ Լսի, դու ով ես, որ իմ փողի ծայրը տենաս։ Այս փողից ծայրը դու խի պետք է տենաս։ Դու ով ես, հա? Այ գող, արցախցոս, այ կյոխշոն, հա? Դու ով ես, որ իմ փողի ծայրը տենաս։ Դու ես աշխատել, էսի դու կարող ես քո աշխատավարձից դու դեկտեմբեր ամսին 43,000 դոլար եւ աշխատավարձ է ստացել եւ վճար է ստացել։ Մի հատ էլ ասում ես, չէ, պետք է բանը ոչ մեկը պետք է արձեռն փող չունենա, ո՞նց է։ Դու ով ես, հա? Դու ով ես։ Այ բացիլ, հա? Այ վիրուս։ Դու ով ես, որ ինձ մի հատ իշխում ես։ Ասում ես ապրիլի 15-ը, որովհետև դրան բանը ժողովուրդը մեկը կմբոստանա դրա դեմ։ Դու ուզում ես նենց անես, նախ հիմա ես վայնասուն գցե արդեն ժողովրդի մեջը, իսկ այն ժամանակ բնականաբար այդ վայնասուն արդեն լրիվ ելման գետ կլնի, դու նենց ես ուզում անես, որ ժողովուրդը չգնա ապրիլի 24-ին Եղեռնի հուշահամալիր։ Մարդկանց վախացնում ես, մեր աչքի յուղն ես առնում, դու կտենաս քեզ։ Այ ես քեզ բան եմ ասում, այս ձախ ձեռս տեսնում ես, այս ձախ ցուցամատս տեսնում ես, դու կտենաս, դու գնելու ես ժողովրդի հարվածների տակ, այդ քո քպն, այդ քո ամեն ինչը, ոնց է, ինչի՞ չես վերանորոգում, հա? Այդ դրանք այդ 1.5-2 միլիոնը դրաներ արժան, հա, որ կանգնես Թուրքիաներում խաղաղություն, ինչ խաղաղություն։ Արա գնա խաղաղություն, այ հավ, գնա խաղաղությունը քո ընտանիքում հաստատի։ Դու կարաս գնալ էլ մի հատ, որ մի աղջիկ մի անգամից 3 կիլո սև ձկնկի թուտի։ Ինչ ես ուզում, հա? Ձեր տունը դաստիարակություն կար, կանոն։ Եվ հետո, այդ որ ասում ես թե բանը, պետք է բոլորը քարտային սիստեմ։ Ուրեմն, այս թոշակից ես, այս 40,000-ից ես, ես պետք է մուծեմ այդ բանը քո համար, քո այդ անդաստիրակների համար, Պապիկյանի անդաստիրակների համար, մեկ էլ այն Արաբատի համար, ինչի, որտեղ ա գրած, դու ասա, ես ասեմ, հա, ճիշտ ես ասում, էսի որ տամ հիմա քո այդ Քուչի Խուժան Մայրամի ձեռը, կշպրտի դեմքիս, այս փողը 40,000-ը, կշպրտի դեմքիս, այ դու մեզ սենց ես պահում, դու ինչ չես պահում, այս սենց ղուրբանը սլնես, այս կրունգիս կեղտի հզորություն ունես, դու իմ մոտ էլ, այս ժողովրդի մոտ էլ, ոչ մեկը քեզ չի սիրում, քեզ չի հարգում, քո ինչ է հարգում, մեկ էլ ես Պապիկյան Սուրեն է, այդ Սուրո մեղ տնես, որ այն աղջիկն ասում է Սուրո, կանգնել ասում է պետք է բանակը համալրենք աղջիկներով, վատոնը տկայել է քանի հատ, տարելի, ինչ ես ուզում, էլ ինչ անի, որ այս ժողովուրդը հայոց թագավորներին տարար, հիմա արդեն անցել ես թագուհիներին, հա? Դուք այս բոլորի համար պատասխան եք տալու, դու չկարծեք այս ժողովուրդը մոռացել է, եւ հետո ես էլ արդեն ժողովուրդը մի հատ լավ խոսք ունի, ասում է վարս վարել եմ, վարոցս դրել եմ վար, անենց որ ոչ մի բանից ոչ վախենում եմ, ոչ սենց անհանգստանում եմ, մենակ անհանգստանում եմ ու ուզում եմ ձեր նման այս Թուրքիայի գործակալները
Թուրքիայի դեսպանները, չգիտեմ ինչ ասեմ, փողով ծախվածները, բարոյապես ծախվում եք, ֆիզիկապես ծախվում եք, նույնը ձեր ընտանիքները, քեզ թվում է քո աղջիկներին թմախ են անելու, արա փողիդ թմախ կանեն, թե չէ նրանցից որպես լավ մարդ, լավ քաղաքացի, չի լինի, այ դուք եսեք, սրանից ավել չեք ելնի։ Հետո, փաշողնի, դու կանգնել ես հմիկվանից արդեն մեր ականջը լցնում ես, թե գիտեք հլը բաներ կա, որ մենք իրանց չենք տվել, իսկ իրանք մեզ տալու բան չունեն, կամ մենք իրանց ինչ պտի տանք, հլը մի հատ ասա, քոչվորին ինչ են տալիս, ժողող կրանին ինչ են տալի, ոչ մի բան, հիմա նայ, ուր է քարտեզագրության ինստիտուտը, ուր են մեր քարտեզագիրները, ինչ արեցիր, սաղ լուծարեցիր, այ լուծարվելու ես դու քո ընտանիքը, քո երեխեքը, քո աշոցիկը, նենց որ դու չկարծես, որ դու ես բոլորը մարսելու ես, մի հատ է գնում ես Թուրքիաները, մի հատ հայլ-մայլ ես ելնում, հա դրանց, ընդեղ այս թևի վրա Ալիևին ես հայլ-մայլ ելնում, են թևի վրա Էրդողանի, այս եք դուք, քո են Խաչատուրյանը, գնացեք թողենի կոյուղի մակրի, դու խոս խանզի, դուք ետեք, խոսքս ավարտում եմ իմ լավ բարեկամներիս, ողջույններ հղելով, ուղղակի նոր տարուն հիվանդ եմ եղել, չեմ կարողացել շնորհավորել ձեզ, Ղուրբան ջան, Գայան ջան, իմ կուրսեցիներ, իմ դասընկերուհիներ ջան, ձեզ բոլորիդ բարևներս, հարգանքներս, ապրեք դուք, մեր բոլորի հայրենիքը Հայաստանն է, բարով գաք։